Աշխատանքային պայմանագրերը հունվարի 1-ից արդեն կնքվում են միայն էլեկտրոնային տարբերակով։ Պայմանագրերն այլևս որևէ անհամապատասխանություն չեն ունենա օրենսդրությանը։ Նախկինում հաճախ են նման դեպքեր արձանագրվել։ Մենք հարթակում նախատեսնենք բոլոր պարտադիր լրացման ենթակա դաշտերը եւ անգամ շատ դաշտերի պարագայում ունենք հուշումներ, թե ինչպես այդ դաշտերը լրացվի, ինչը եւս բավականին կհեշտացնի գործընթացը։ Կբացառվեն նաեւ այն դեպքերը, երբ աշխատողները իրենց պայմանագրերի օրինակները չեն ստանում կամ ստանում են ուշ, քանի որ էլեկտրոնային թվային հարթակում ստորագրելուց հետո աշխատողին անմիջապես հասանելի կլինի։ Տեսչական վերահսկողությունն էլ ավելի արդյունավետ կիրականացվի։ Մենք որոշ դեպքեր ունեցել ենք, երբ որ ստուգումից առաջ հետին ամսաթվով համաձայնագրեր են պատրաստվել եւ դրանով փորձել են ցույց տալ, որ խնդիր չկա, այս մասով եւս այլևս հնարավոր չի լինի նման բան իրականացնել։ 2 ամսից ավելի հարթակը գործում է։ Այդ ընթացքում կամավորության սկզբունքով կնքվել է 433 աշխատանքային պայմանագիր։ Սրանք նոր ընդունվողներն են, սակայն արդեն իսկ կնքված բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է մինչև 2027-ի հունվարի 1-ն անցկացվեն թվային հարթակ։ Ներկայումս գործող աշխատանքային պայմանագրերի մուտքագրման հնարավորությունը արդեն առկա է, ինչ վերաբերվում է մեծ քանակով աշխատանքային պայմանագրերի մուտքագրմանը, այդ մասով կարող եմ ասել, որ առաջիկայում լինելու է Excel ձևաչափով ներմուծման հնարավորություն ու համապատասխան կոճակի միջոցով Excel ձևաչափը ներբեռնվում է, լրացվում են բոլոր տեղեկատվությունը աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ եւ հետ են բեռնում համակարգ, արդեն աշխատանքային պայմանագրերը ձևավորվում են յուրաքանչյուր աշխատակցի մասով։ Նոր ընդունված աշխատողը պայմանագիրը պետք է ստորագրի աշխատանքի գնալուց առնվազն 1 օր առաջ։ Պաշտոնյան հորդորում է օր առաջ դիմել էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար։ Հայաստանում կացության իրավունք ունեցող օտարերկրացիները ցանկացած օպերատորից պետք է ձեռք բերեն MID։ Եթե գործատուն ցանկանում է ԵԱՏՄ անդամ երկրներից աշխատող ընդունի աշխատանքի, ով Հայաստանի Հանրապետության տարածքում է գտնվելու եւ աշխատելու իր կազմակերպությունում, ստեղծում է աշխատանքային պայմանագիրը այդ հարթակում, որ on-line հարթակում, որի մասին մենք հիմա խոսում ենք, ստորագրում է գործատուն միայն եւ այդ պայմանագիրը համարվում է բավարար, որպեսզի միգրացիոն ծառայությունը տեսնելով հարթակում այդ պայմանագիրը, որը ստեղծել է գործատուն եւ ստորագրել է գործատուն, համարել է միգրացիոն ծառայությունը բավարար, որպեսզի տա կարգավիճակ ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացուն, որ Հայաստանում օրինական բնակություն ունի։ Եվ այդ կարգավիճակի հիման վրա կարողանում են մոտենալ կրկին նշածս օպերատորներից որևիցե մեկին ձեռք բերելու համար MID, որից հետո արդեն կարողանա ստորագրել իր աշխատանքային պայմանագիրը։ 2025-ի հուլիսի 1-ից սկսած աշխատող չեն կարող ընդունել հրամանի միջոցով։ Հարթակում աշխատանքի ընդունման հրաման բաժինը բացվել է միայն այն քաղաքացիների համար, որոնք հրամանով ընդունվել են մինչև որոշման ուժի մեջ մտնելը։ Էմմա Վարդանյան, լուրեր։